Այսօր ուզում եմ խոսել ներականջային ականջակալների մասին, քանի որ վերջինս պացիենտների կողմից բազմաթիվ հարցերի պատճառ է դառնում, կիրառել թե ոչ։ Տեսեք, ներականջային ականջակալները, երբ որ մենք կիրառում ենք, բավականին վակուումային տարբերակով փակում է արտաքին լսողական անցուղին, որտեղ ստեղծվում է բարենպաստ պայմաններ՝ տաք, մութ եւ խոնավ։ Այսպիսով օդը չի կարողանում մուտք գործել, հետևաբար ջերմությունն էլ բարձր է մեր ներականջային, որը բավականին նպաստում է բակտերիաների զարգացման համար, քանի որ մեր արտաքին լսողական անցուղին ստերիլ չէ եւ բազմաթիվ պայմանական պաթոգեն մանրէներ ունենք այնտեղ, որոնց աճի համար ստեղծվում է նպաստավոր պայմաններ եւ բերում է բազմապիսի արտաքին օծիտների զարգացման, բորբոքումներ, սնկային օծիտներ զարգանում ականջում, ի հաշիվ ներականջային ականջակալների կիրառման։ Իհարկե, եթե մենք պահենք մաքուր մեր անցուղիները, ինչպես նաև ականջակալները կիրառելուց առաջ մաքրենք նրա ծայրադիրը, կխուսափենք նման խնդիրների զարգացումից։